Պարոն Խաչատրյան, Երևանի ավագանին քննարկում էր օտարված մանկապարտեզները ետ վերադարձնելու գործընթացը կարգավորող քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը Մայր Հայաստան խմբակցությունը չմասնակցեց, փոխարենը նաև հայտարարություն տարածեցին, որ սա նախընտրական քարոզարշավի միջոց է, շոու է ընդամենը։ Ընդհանուր առմամբ ինչպես եք մեկնաբանում իրենց չմասնակցությունը եւ ինչի հետ եք պայմանավորում։ Տեսեք, Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նախաձեռնել է մի հանձնաժողով, քննող հանձնաժողով, որը կքննի 1991 թվականի սեպտեմբերի 21-ից անկախությունից, այսինքն ի վեր, մինչև օրերս, մինչև 2025 թվական, այն օտարված մանկապարտեզների հարցը, որոնք օտարվել են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձերի միջոցով կամ համար։ Այս նախաձեռնությունը սկսելուց Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը առաջարկ է ներկայացրել մյուս ընդդիմադիր խմբակցությունների եւ ընդդիմադիր խմբակցությունները տարբեր պատճառաբանություններով մերժել են այս առաջարկը, որը շատ տարակուսելի է ինձ համար, որովհետեւ այս գործընթացը պարունակում է բացառապես երևանցու շահերը սպասարկող օրակարգ, որը հնարավորություն է տալու պարզել այն մանկապարտեզները, որոնք տարիներ շարունակ զավթվել են տարբեր մարդկանց կողմից, մենք վերհանենք այդ մարդկանց անունները, գործընթացները եւ արդեն ուղարկենք դատախազություն, արդեն համապատասխան իրավական հենք ունենալու համար։ Իսկ ինչ վերաբերում է Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքասյանի ասած շոուին հետ կապված, ես արդեն իմ ելույթում անդրադարձել եմ այդ մասով, որ շոուն ու քարոզարշավը այսօր Երևանի կենտրոնում եւ տարբեր շրջաններում Սամվել Կարապետյանի նկարներով փակցված գովազդային վահանակներն են, որոնք քարոզարշավի մեկնարկ է արդեն ընդդիմության համար տրված, բայց կարծում եմ ապարդյուն են լինելու այս փորձերը։ Ես ուղղակի կոչ կանեմ եւս մեկ անգամ մեր ընդդիմությանը գան եւ իշահ երևանցու զբաղվեն իրական ավագանու պարտականությունների շրջանակում իրենց գործերով։ Տեսեք նաև ձեր խոսքում նշեցիք, որ ավագանին զբաղվում է, պետք է զբաղվի իր գործով, բայց արդեն որ երրորդ անգամ է ականատես ենք լինում, որ ավագանու ընդդիմադիր անդամները չեն մասնակցում որևէ քննարկման նախաձեռնության, իրենց մասնակցությունը չեն ունենում, փոխարենը հանդես են գալիս մշտապես քննադատություններով։ Քննադատությունների հետ մենք շատ հաշտ ենք, բայց պետք է քննադատությունը լինի առողջ եւ պետք է ամենակարևորը քննադատություն անողը, քննադատողը պետք է լինի այն մարդը կամ այն քաղաքական ուժը, որը իրապես կապ չունի այդ քննադատության հետ եւ ինչ որ մի ժամանակաշրջանում կամ այն ժամանակաշրջանում կոնկրետ երբ որ այդ քաղաքական ուժը եղել է քաղաքային իշխանություն կամ արդեն համապետական մակարդակում իշխանություն, այդ վատ բարքերը թույլ չի տվել իրեն, բայց այսօր կոռուպցիայից են խոսում տարբեր քաղաքական ուժի մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եղել են իշխանություն Հայաստանի Հանրապետությունում եւ Երևանում։ Մենք կրկին ասում եմ, որ մենք պատրաստ ենք ցանկացած քննադատության, ցանկացած քննարկման եւ մենք բաց ենք այդ առումով, բայց նորից եմ կրկնում, երբ որ ավագանու ընդդիմադիր խմբակցությունները նշում են, որ քաղաքացիական պայմանագիրը կոռուպցիոն սխեմաների մեջ է ներքաշված եւ այսինչ մանկապարտեզի, այսինչ պատը ճաքեր եւ այստեղ փող է դուրս գրվել անիմաստ, ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ այդ աշխատանքները Երևանի քաղաքապետարանը չի ընդունելու եւ չի ընդունել եւ պետք է մենք գնանք միջև վերջ եւ ստանանք այն որակը, որը համապատասխանում է տվյալ արդեն նորմերին։ Պարոն Խաչատրյան, դուք ձեր խոսքում նշեցիք օտարված մանկապարտեզների կապը բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այս առումով, այսինքն ինչ ճանապարհ պետք է անցնի քննիչ հանձնաժողովը, եւ ինչ խոչընդոտներ կլինեն հաշվի առնելով այդ կապը։ Դատախազությունը այս պահին բացի նրանից, որ մենք ստեղծել ենք քննող հանձնաժողովը արդեն Երևանի ավագանու լիազորությունների շրջանակում, արդեն դատախազությունը ունի բազմաթիվ գործեր եւ շատ դեպքերում անգամ եթե վերադարձվել արդեն համայնքին եւ պետությանը տարբեր մանկապարտեզներ, դպրոցներ եւ այլն, իսկ ավագանու լիազորությունների շրջանակում մենք կարող ենք ավելի քաղաքական գնահատական հնչեցնել եւ արդեն դատախազությանը ուղարկել տվյալ գործերը ավելի արդեն նշեցի իրավական հենք տալու համար։ Իսկ ավագանու ընդդիմադիր անդամները, որոնք որ չեն ցանկանում ուղղակի մասնակցել այս նախաձեռնությանը, մեզ ուղղակի մնում է հաստատել այն
դիրքորոշումը կամ այն եղելությունը, որ նրանց քաղաքական նախահայրերի կամ քաղաքական նախկինների կապը այդ օտարված մանկապարտեզների հետ կապված շատ մոտ է։ Եթե այսպես զուգահեռներ անցկացնենք, ավականիում դիմադիր ավականու անդամներն են, բոյկոտներ անում, մշտապես ինչ-որ բարձր այսպես հայտարարություններով, քննադատող հայտարարություններով հանդես գալիս ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունները, այս ամենը ընդհանուր առմամբ նպատակ ունի երկրի ներսում ներքաղաքական ինչ-որ ճգնաժամ առաջացնել ըստ ձեզ։ Խորհրդարանական ընտրություններին մնացել է 1 տարուց արդեն քիչ ժամանակ եւ մեր երկրում գտնվող ընդդիմությունը, որը ուղղակի նվեր է մեզ համար ու նրանց հետ կապված նրանց հավաքներում մենք տեսնում ենք թե ովքեր են մասնակցում, ինչ քաղաքական գործիչներ են մասնակցում, տարբեր տարիներին տարբեր պաշտոններ զբաղեցնող, տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրաված մարդիկ, որոնք հիմա անցնում են անգամ ապօրինի գույքի բռնագազման գործընթացով եւ պրոցեսներով ուղղակի չունեն այլ տարբերակ չակտիվանալու եւ ընտրություններին արդեն պատրաստվելու նոր դեմքով կամ նոր դեմքերով եւ ցանկանում են հանրությանը գցել նրանք մոլորության մեջ, որ դա իրենք չեն, դա իրենց հետ կապված մարդիկ չեն, իրենք նոր են, նոր դեմքերով են, նոր բարերարներ են ու սենց ինչ-որ մի պատմություն են ուզում ստեղծել, բայց ես ցանկանում եմ արձանագրել, որ դա չի ստացվելու, որովհետև մեր հանրությունը շատ գիտակ է, շատ լավ ճանաչում է բոլորին եւ բոլոր նրանց հետ փոխկապակցված մարդիկ ուղղակի շանս չունեն վերադառնալու։ Հաշվի առնելով, օրինակ, վերջին դեպքերը Սամվել Կարապետյանի հետ կապված, դուք նշում եք, որ ընտրություններին մենք կտեսնենք նոր դեմքեր։ Կարող ենք ասել, որ Սամվել Կարապետյանը հենց այդ դեմքերից մեկն էր։ Կարող ենք ենթադրել նման սցենար, քանի որ հիմա մենք արդեն Երևանի փողոցներում տեսնում ենք բազմաթիվ գովազդային վահանակներ, իրենց իսկ ճիշտ է հասարակական շինությունների վրա, իրենց մոլերի վրա, իրենց տարբեր պատկանող շինությունների վրա փակցված Սամվել Կարապետյանի նկարը եւ ըստ այդմ կարող ենք ենթադրել, որ հիմա ամբողջ ընդդիմադիր քաղաքական գործիչները կոնսոլիդացիա պետք է ապահովեն Սամվել Կարապետյանի շուրջ, բայց մենք չմոռանանք, թե ինչ հայտարարություն է ուղղակի արել երևի մոտ 1 շաբաթ առաջ, եթե չեմ սխալվում, Սամվել Կարապետյանը եւ դա ուղղակի անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության հետ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրած իշխանության հետ, մեծամասնության հետ խոսել սպառնալիքի լեզվով։ Դուք նշում եք ընդդիմադիրների համախմբումը, մեկ անձի շուրջ, բայց նաև մենք տեսնում ենք, որ եկեղեցին, մասնավորապես Գարեգին-Բ-ն, օրինակ, եւս հայտարարություններ է անում Սամվել Կարապետյանի վերաբերյալ, ձերբակալումը որակում է ապօրինի։ Տեսեք, եկեղեցու հետ կապված այս հարցը ես շատ ցավով եմ ցանկանում արձանագրել, քանի որ եկեղեցին այսօր ամբողջովին քաղաքականացված է, որը շատ մեծ ցավով կրկին ուզում եմ ես արձանագրել եւ պետք է մենք հարցը խորապես հասկանանք ինչու է կայանում եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը այս նախաձեռնությունը եկեղեցու հետ կապ որոշ եկեղեցականների հետ կապված նախաձեռնել է հենց այդ առումով, որպես նա ոչ թե որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որը պետք է մեզանից ցանկացած իրական հայ առաքելական եկեղեցու հետևորդ անհանգստանա այս հարցով, որովհետև այնտեղ կատարվում են բազմաթիվ կուլիսային գործարքներ, բազմաթիվ ապօրինություններ եւ եկել է ուղղակի այդ հարցերի մասին խոսելը եւ իրականում առերեսվելու ժամանակը։ Իսկ ինչ վերաբերվում է ընդդիմության հետ կապված եւ Կատրիչ Ներսիսյանի արդեն համագործակցությանը, դա ուղղակի ակնհայտ է, քանի որ տարբեր հանրահավաքների ժամանակ, որոնք թե վերաբերում են ընդդիմությանը եւ թե վերաբերում են տվյալ եկեղեցականներին, մենք տեսնում ենք համախմբված բոլորին միասին նույն տեղում, որը նորից ես ցանկանում եմ արձանագրել, դա անթույլատրելի է, հայ առաքելական եկեղեցին պետք է լինի ազնվանվեր, պետք է լինի ազնիվ, պետք է լինի իր որդեգրած կանոններին համապատասխան
Եվ վերջում ձեզ ինչ ավարտ կունենա եկեղեցի պետություն ճակերտավոր փոխհրաձգությունը, այսինքն մենք կլսենք այն հարցերի պատասխանները, որոնք իշխանությունը ակնկալում է։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հարց է ուղղել Կտրիչ Ներսիսյանին, արդյոք խախտվել է կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Այս հարցը պետք է ունենա ուղիղ պատասխան կամ այո կամ ոչ, ու մենք դեռ մինչ օրս չենք ստացել այդ հարցի պատասխանը, ընդհակառակը ստանում ենք տարբեր լղոզված պատասխաններ, տարբեր անհասկանալի ոճով, ու երբ որ այս հարցին կպատասխանի Կտրիչ Ներսիսյանը, այդ ժամանակ մենք կարող ենք ինչ-որ ենթադրություններ անել, բայց այն հարցը մենակ, որ կարող է առաջանալ եւ առաջացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ բազմաթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ եւ բոլոր այն գիտակից քաղաքացիների մոտ, ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, թե արդյոք խախտվել է կուսակրոնության ուխտը կաթողիկոսի մոտ, դա արդեն տարակուսելի է։